Առավոտյան Աբելյան փողոցում միայն արյան թաց հետքերն էին հուշում, որ նախորդին այնտեղ արյունահեղություն է եղել։ Իրավապահներն արդեն բացել էին տարածքը անցուդարձի համար, նախապես հավաքելով բոլոր իրեղենապացույցները, կրակված պարկուճները։ Տան մեջտեղը նստածեմ էր, սենյակի մեջտեղում, կրակոցներ լսեց, ոնց որ էս տան վրա գար, սենց, այն կոմե, սենց տարածված, կարծես է պատերազմը սկսել։ Ականատեսները կրակոցների ձայներից հետո էլի մի սարսափելի ձայն են լսել։ Վիրավորներից մեկն է հավանաբար մի քանի րոպե գալարվել ցավից։ Մի հատ տղա սենց անցում կա այնտեղ, դրա ձայններ, վիրավորի ձայներ, շատ տենց նվացով, հետո այդ ձայնն էլ կտրվեց, երկար կանգնեցի պարապեի պատուհանից, այդ ոչինչ չտեսա։ Ազդող էր այդ ձայնը, որ լսում։ Դե իհարկե, վիրավորի ձայներ, սրտաճմլի։ Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված վիրավորներից մեկն արդեն դուրս է գրվել, նրա վնասվածքը լուրջ չի եղել։ Ձերբակալվել է նա, թե տուն է գնացել, հայտնի չէ։ Վիրավորներից 5-ին Հանրապետական բժշկական կենտրոնում վիրահատել են, նրանց վիճակը հիմա միջին ծանրության է։ 5-ի վնասվածքներն էլ կրծքավանդակի ու որովայնի հատվածում են։ Բժշկական օգնությունից հետո բոլորի վիճակը ստաբիլ է, ծայրահեղ ծանր կամ ծանր գնահատվող հիվանդ չունենք, բոլորը միջին ծանրության և ստաբիլ վիճակում են, մեկը նույնիսկ տուն է ճանապարհվել, երկուսը գտնվում են տրավմայի բաժանմունքում, իսկ մնացածը ռեանիմացիոն բաժանմունքից տեղափոխվել համապատասխան ըստ նոզոլոգիայի տարբեր բաժանմունքներ։ Փոխհրաձգությունից 24 ժամ անց էլ վիրավորների հստակ թիվը հայտնի չէ։ Առողջապահության նախարարը այսօր է խոսել դեպքի մասին, բայց վիրավորների թիվ չի հրապարակել։ Ներքին գործերի նախարարության հաղորդագրությունից հասկանում ենք, որ բացի Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված 7 մարդուց, այլ բժշկական կենտրոններում ևս հրաձգությունից տուժածներ են եղել։ Բավական ծանր են մեր պացիենտների վիճակը, իրականացվել են անհրաժեշտ վիրահատական միջամտությունները, հիմա լրացուցիչ այլ բան չեմ կարող ասել, գտնվում են բժշկական խիստ հսկողության ներքո։ Վիրահատական սեղանին նախորդին մահացածը 45-ամյա մի տղամարդ է։ Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է նրա անվան միայն առաջին տառերը՝ ԱՎ։ Ըստ Ժողովուրդ օրաթերթի սպանվածը Արսեն Վարդանյանն է։ Մարտաֆիլմ հիշեցնող այդ արյունահեղության պատճառների մի քանի վարկած են քննարկում Աբելյանի բնակիչները։ Ոմանք վստահ են, որ մի կնոջ պատճառով է եղել փոխհրաձգությունը։ Ականատեսների մի մասն էլ կասկած չունի, որ պատահածը քրեական հեղինակություն Ֆազի սպանության հետ է կապված։ Նրան 2 տարի առաջ են սպանել։ Ինքը օգտակար մարդ է եղել, Նիկոլի դեմ է եղել, Նիկոլին օգտակար է եղել, պետքական մարդերը անտեղի տեղը մեռա։ Աբելյան փողոցի այս հատվածում տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են 3 մոտ 4 տասնյակ տղամարդիկ վազել խաղահրապարակի կողքով, դանակով հարվածել, հետո կրակել իրար վրա։ Բայց հայք իսա թողել են անարխիա է կատարում, պաշտպան չունենք, բան չունենք, իշխանությունը չի պաշտպանում։ Վախեցած են Աջափնյակում։ Եթե պատահածը վենդետա է, ով կարող է երաշխավորել, որ մի նոր վրիժառություն էլ այս դեպքը չի ծնի։ Դե պարզ ապահով չեն կզգա։ Այդ է պետք է մտածի պետությունը։ 4 դպրոց կա այս տարածքում, փոխհրաձգության վայրին ամենամոտը գրեթե 300 մետրի վրա է։ Ականատեսների պնդմամբ դպրոցականները սարսափել են կրակոցների ձայներից։ Լանա Համբարձումյան, Նորա Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։